կարծում եմ մենք ինչ-որ պահի մեր պետական բուհերում արհեստական բանականության դերը ու իրանց ընկալումը ու ադապտացումը դրան երևի պիտի քննարկենք, որովհետև այնտեղ էլ ավելի սուրա լինելու է։ Այսինքն տրադիցիոն կոնտենտը կրթական եւ այսօրվա արհեստական բանականության ֆունկցիան տենց շատ ոնց ասեմ կարող է ինֆլացնի այսօրվա տրադիցիոն կոնտենտը մի քանի շաբաթվա ընթացքում։ Ես տենց մի քիչ կարող է ծայրահեղացնում եմ, բայց ընդհանուր տենդենսը հաստատ տենց է։ Առնվազն օտարերկրյա բուհերում այդ խնդիրը արդեն բավականին սուր է։ Ես որքան որ գիտեմ, օտարերկրյա բուհեր կան, որ մեխանիզմներ են ներդնում, որպեսզի կարողանան ֆիլտրել այն ուսանողական նյութերը, որոնք գեներացվել են արհեստական բանականության կողմից։ Որքան որ գիտեմ։ Պարոն Գրիգորյան, այդ խնդիրը ակտուալ է նաև մեզ մոտ բնականաբար եւ մեր բուհերն էլ են այդ իրավիճակի հետ առնչվում եւ կան նաև որոշակի ընթացակարգեր ու մոտեցումներ, ինչպես կարելի է դրանք բարդ հարցեր են եւ չունեն միանշանակ լուծումներ եւ այնպես չի, որ որևէ լուծում կարող ենք համարել 100%-անոց, բայց առնվազն որ այդ մասին պետք է շատ խոսել, շատ ուսումնասիրել եւ փորձել տարբեր մեթոդներ գտնել խնդրին առնչվելու, միանշանակ այդպես է եւ մեր բուհերը այդ քննարկման մաս են եւ իմ նշած համագործակցությունը, որի մասին խոսում էի, Firebird-ի եւ OpenAI-ի հետ սպասվող համագործակցությունը առնչվում է նաեւ բուհերին։ Եվ ես կարծում եմ, որ իրականում բուհական կրթության լուրջ ռեֆորմի անհրաժեշտություն կա եւ այդ անհրաժեշտությունը միայն Հայաստանում չի ու պետք է կարողանանք դրան համընթաց գնալ։ Բայց ձեր թույլտվությամբ նաեւ հիշեցնեմ, որ վաղը մեզ մոտ վերջին զանգ է եւ մեր դպրոցները իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն եւ ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին եւ նրանց հաջողություններ մաղթել։ Այս տարի մեր 12-րդ դասարանը ավարտում են ավելի քան 22000 երեխաներ եւ 9-րդ դասարանը ավելի քան 39000 երեխաներ եւ հուսով եմ, որ ինչպես ներքին գործերի նախարարության գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով եւ առանց որևէ միջադեպի։ Իհարկե շնորհավորում ենք, միանում ենք եւ ձեր շնորհավորանքին եւ բարեմաղթանքի եւ հույսով եմ, որ շուտով մենք վերջին զանգ միջոցառումը չենք կապի ներքին գործերի նախարարության հետ։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, Տիկին Անդրեասյան, դուք նշեցիք, որ գալիք ուսումնական տարում արհեստական բանականության այդ փորձնական ծրագիրը կգործի ոչ թե կարծեմ 30, այլ 40 դպրոցներում, դա ընդլայնում է մի կողմից լավ է, բայց մենք դանդաղ չենք ընդլայնում։ Հաշվի առնելով այն կարևորությունը, որ պարոն Գրիգորյանը նշեց, եւ իհարկե այդտեղ եւ չափորոշիչներում համապատասխան լրացումներ կատարելու կարիք կլինի, որովհետև պարոն Գրիգորյանը նշեց հարց ձևակերպելու կարևորության մասին, երբ որ արհեստական բանականության գործիքակազմն ենք դիմում, բայց դրան ուղեկից է նաև քննադատական մտածողության կամ պատասխանի ընտրության կարևորությունը, եւ դրանք են այն գործիքները, որոնք որ պետք է արդեն այդ տարիքում սովորեցվեն, հետո նաև գոհական համակարգում այդ մասնագիտությունը ավելի խորացնելու եւ ներդնելու միջոցով հասնել նրան, որ այս սերունդը որ գալիս է, ինչպես դուք նշեցիք, արդեն բավական լավ է օգտվում այդ գործիքակազմից, ճիշտ եղանակով օգտվի եւ այն գիտելիքը, որ սովորաբար գրքում էր, հետո նաեւ իրենց գլխում եւ ոչ իրենց գլխում լինելու, գիրքն էլ հեռու լինելու, իրենք կարողանան արագ եղանակով դրանց օգտագործման իրենց որոշումները կայացնեն։ Ես ասածս նա է, որ եկեք խնդրում եմ մտածենք այդ 40 ավելի արագ ավելացնելու հարցը, պարզ է որ դա կարողությունների հարց է, չեն կարող մենք միաժամանակ ավելի մեծ թվով դպրոցներում այդ նույն կարևոր աշխատանքը տանել, բայց հարցի կարևորությունը պահանջում է դա անել։ Իհարկե, պարոն Խաչատրյան, ճիշտ եք, բայց այստեղ կարևոր է, որ ընդլայնման տրամաբանության մեջ մենք որակի չափանիշները պահենք։
Եվ պետք է ասեմ, որ այստեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում, այդ թվում ուսուցիչների հետ, որոնք պիտի դասավանդեն, եւ այդ ուսուցիչները անցնում են շատ մեծածավալ վերապատրաստում եւ հետո մենթորական ուղեկցում։ Եվ ինչ խոսք, մենք ունենք ավելի արագ անելու հարց, բայց ունենք նաև որակյալ արդյունքներ ունենալու հարց, գործընկերների հետ քննարկումներով ամեն դեպքում սա մեր նվազագույն թիվն է, եթե մենք տեսնում ենք, որ որևէ դպրոց իրատեսորեն կարող է նույնպես հայտնվել այս ցանկում, ապա որևէ սահմանափակում չունենք այդ դպրոցների հետ էլ աշխատելու ու պետք է ասեմ, որ բավականին մեծ ոգևորություն է առաջացնում նաև երեխաների շրջանում հենց կրթությունը ավագ դասարաններում շարունակելու մենք բնականաբար այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ կաշխատենք։ Քննադատական մտածողությունը պարոն Խաչատրյան առանցքային է, դա չափորոշչի հիմնասյուներից մեկն է։ Դրա պատճառով նաև մենք բավականին քննադատվում ենք, որովհետև երբ որ մենք ասում ենք, որ պետք է երեխաներին ոչ թե պատրաստի եզրակացություններ տալ, այլ ձևավորել միջավայր, որ ինքը վերլուծի, համադրի եւ սեփական եզրահանգումները կառուցի, սա է քննադատական մտածողությունը։ Եվ շատ դժվար է, երբ որ ստերեոտիպային, կարծրատիպային միջավայր է, որտեղ դոգմատիկ ճշմարտություններ են ասվել եւ լսվել, առանց խորանալու դրանց շերտերի, ենթատեքստերի, դրանց ճշմարտացիության վերաբերյալ փոխել այդ համակարգը, բայց այդ համակարգը փոխվում է, մեր շատ ուսուցիչներ շատ հաջողությամբ այդպես աշխատում են, բայց քննադատական մտածողություն չունենալը նշանակում է ժամանակակից աշխարհում լինել անօգնական, լինել տարրական հմտություններից զուրկ եւ կարծում եմ մեր թե ուսուցիչները, թե ծնողները դա հասկանում են։ Այլ հարցեր, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հաստատել, սա շատ կարևոր որոշում է եւ լավ է, որ ընկալումները այդքան խորն են եւ դիտանկյունը, որից մենք նայել ենք այս հարցին, եթե այդքան խորն է, ես կարծում եմ շատ կարևոր ազդեցություն կունենա այս որոշումը մեր կրթության վրա։ Ի սկզբանե հենց սկզբից։ Շնորհակալություն, հաստատեցինք, ընդունեցինք որոշումը, հարգելի գործընկերներ։